դուք համ հաղթեցիք, համ պարտվեցիք, վերջը չհասկացանք, ձեր Սարիկը վերջը հաղթեց, թե պարտվեց, եւ քաղաքապետ կդառնա, թե Վարդան Ղուկասյանը կդառնա քաղաքապետ, ինչ պլաններ ունեք այդ մասին։ Ճիշտ է, մենք Գյումրիում չենք պարտվել, որովհետեւ այն արդյունքները, որը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գրանցել է, միանշանակ հաղթանակի նշան է 17200 քվ ստանալը գյումրեցիներից, այդքան էլ հեշտ բան չի, պիտի գյումրեցին գիտեք կամ շատ սիրելուց սիրում է, չսիրելուց բնականաբար իր դիրքորոշումը շատ հստակ արտահայտում է եւ ես միանշանակ սիրել է եւ համամասնական ընդրակարգով քաղաքացիները ընտրում են ավականիներ, որը կառավարելու է քաղաքը։ Այսօրվա մեր թիմ օրենսգրքով քաղաքի տերը ավականիներն են, քաղաքը կառավարում է ավականին եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունի 14 մանդատ եւ ամենամեծ խմբակցությունն է եւ դրանից կարելի է հետեւություններ անել։ Պարոն Աղջյան, այսինքն Գյումրիում էլ է ԿՊ-ն առաջնորդվում, ինչ են լինի, մենք մեծ պարտված չենք համարի սկզբում։ Դե մենք մեծ պարտված չենք համարում, ել եմ ասում 14 մանդատ ամենամեծ խմբակցություն 2-3 մանդատներով ու իդեպ ոչ կոալիցիա կազմելով համարել, որ կառավարում են անելու Գյումրիում, միանշանակ Այսինքն ինչ է կանել, էլի մյուս համայնքների նման ինչ-որ մարդակողությամբ եք զբաղվելու եւ կամ ինչպես շատերն են ասում, անասնակողությամբ եք զբաղվելու, մանդատները տանեք, օրինակ ձեր Սարիկին դարձնեք քաղաքապետ։ Մենք երբևիցե մարդակողությամբ չենք զբաղվել, առավել եւս ծեր բնորոշումները տված հարից չեն ու երբևիցե նման գործունեությամբ չենք զբաղվել, այն իրողությունները, որոնք եղել են օրենքի սահմաններում եւ մենք չենք պատրաստվում Գյումրիում որևէ նման գործողություններով զբաղվել։ Ալավերջում եք արդեն այդպես եղավ այլ համայնքներում եք, որ ընդդիմադիր, այսինքն հակառակ ֆրակցիայից ինչ-որ 1-2 հոգի չգիտեն ինչ ֆոկուսներ եք անում, քրեական գործով հաղթեցնում եք, թե համոզում եք, թե ինչ-որ պաշտոն եք խոստանում, այդ մարդը գալիս ձեր օգտին է։ Իսկ գուցե լավ ենք աշխատում ու մեր գաղափարախոսությունը այդ մարդուն սկսում է դուր գալու մեր արած աշխատանքը դրա համար որոշում են, որ մեր օգտին են քվեարկելու, ինչ ենք մենք մեր թիմը 14 մանդատ, դե 99 ընդանուր մաքսիմում թիվը դրել էինք, դրա համար էլ տեղ չունեինք այլ ավականիների կամ այլ տեխնազուների ներգրավելու, գուցե եւ տեղը լինեն։ Ես գաղափարները 170-աշան տարբեր են եւ չեմ կարծում, որ Վարդան Ղուկասյանի կամ Արտուր Գրիգորյանի կամ այլ մյուս 8 ուժերի ցուցակում եղած մարդիկ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը ճանապարհ ունեին անցնել։